Իրանի հարևան հարաբական երկրները շարունակում են ենթարկվել Իրանի հարձակումներին։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր առավոտյան երկրի զինված ուժերը ոչնչացրել են 2 անօդաչու թռչող սարք։ Կատարի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնում է հրթիռային հարձակումների մասին։ Բահրեյնն էլ հայտարարել է, որ Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 32 վիրավոր է գրանցվել երկրում։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները նույնպես հայտնել են, որ Իրանը մեծ վնաս կկրի, եթե շարունակի հարձակվել արաբական պետությունների վրա։ Ու մինչ Իրանի հարևանները արձագանքում են զգուշացնում հետևանքների մասին, Իրանի հսկայական սփյուռքը աշխարհի տարբեր երկրներում դուրս է եկել ցույցերի, փորձելով միջազգային ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։ Այսպես, հազարավոր մարդիկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնական հրապարակներից մեկում հավաքվել են եւ իրենց աջակցությունն են հայտնում այն իրենց ազգաբնակիչների հասցեին, ովքեր այս պահին Իրանում կռվում են։ Հեղափոխություն թե պատերազմ, սա մեծ հարց է, որին ես միանշանակ պատասխան չունեմ, բայց այն, որ մարդիկ պահանջում են արդարություն, միևնույն ժամանակ ձեռքերին ծածանելով եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դրոշը, դա փաստ է։ Ինչ է լինելու ապագայում, փորձենք հասկանալ նրանցից։ So we are right now here together for a Ահա մենք այստեղ ենք միասին դեմոկրատական ազատ Իրանի համար։ Իրանում գործող ռեժիմը տարիներով խոշտանգել, անգամ սպանել է մարդկանց եւ անկայունացրել ամբողջ տարածաշրջանը, ֆինանսավորելով միջազգային ահաբեկչությունը։ Իրանի ժողովուրդը ակնկալում է Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից, որ օգնեն մեզ, որովհետեւ նրանք երկուսով գործում են իսլամական ռեժիմի դեմ, ոչ թե Իրանի ժողովրդի։ Եվ ես իմ ընկերների հետ հույս ունեմ, որ մենք ունենանք ազատ Իրան շատ շուտով, եւ մենք ականատեսն ենք իսլամական ռեժիմի ավարտին։ Մենք ուզում ենք ռեժիմի փոփոխություն, մենք ուզում ենք հստակ տարանջատում կրոնի եւ քաղաքականության միջև, մենք ուզում ենք հավասար իրավունքներ կանանց համար, խոսքի ազատություն, եւ մենք ուզում ենք որպես իրավահաջորդ տեսնել Արքայազն Փեհլևիին, որպես դեմոկրատական ապագայի։ Իդեպ մենք ուզում ենք լավ հարաբերություններ մեր բոլոր հարևանների հետ, այդ թվում էլ ավելի լավ հարաբերություն Հայաստանի հետ, բայց ոչ թե իսլամական ռեժիմի, այլ դեմոկրատական կառավարման պայմաններում։ Good luck to you. thank you and a lot of greetings to Armenia too. I'm half Israeli, half Iranian. Ես կես հրյա եմ, կես իրանցի, իմ հույսն է, որ Իրանը կլինի ազատ կրկին, այլևս ոչ մի մոլա, ես ուզում եմ վերջապես այցելել իմ երկիր։ Ես երբեք այնտեղ չեմ եղել, ես ուզում եմ գնալ, իմ ողջ ընտանիքն է այնտեղից, բայց այս պայմաններում ես չեմ կարող դա անել։ You already probably heard about the war. Հավանաբար արդեն տեղյակ եք Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ իսլամական ռեժիմի միջև պատերազմի մասին։ Ես կարող եմ ասել, որ ժողովրդի մեծ մասը ուրախ է, թեպետ մենք գիտենք, որ պատերազմը ինքնին վատ բան է։ Բայց մենք լիահույս ենք, որ մոտ կես դար անց կստեղծվի հնարավորություն վերջապես ձերբազատվելու այս ռեժիմից։ Իսկ ինչ է լինելու հաջորդիվ, բազմաթիվ փոքրամասնություններ կան։ Ինչպես եք դուք պահպանելու ձեր երկրի միասնությունը։ Այո, շատ փոքրամասնություններ կան, բայց վստահորեն ամենաընդունելի ընդդիմադիր տեխնացուն Արքայազն Փեհլևին է, եւ նա աշխատում է ժողովրդավարության ուղղությամբ, որը ներառում է բոլոր փոքրամասնություններին եւ հույս ունենք անց է կացվելու ազատ ընտրություն։ Մենք տեսել ենք, թե ինչպես է իրանական սփյուռքը աջակցում Արքայազնին, բայց ինչ կարող եք ասել երկրի ներսի մասին։ Կան մարդիկ, ովքեր աջակցում են գործող ռեժիմին։ Այո, բայց նրանք այդքան էլ շատ չեն։ Այդ տրամաբանությամբ մենք կարող ենք խոսել նացիստական Գերմանիայի մասին, որտեղ եւս շատ ժողովուրդ աջակցում էր ռեժիմին, բայց մեր հաշվարկներով Իրանում ռեժիմը մոտ 10% աջակցություն ունի, ոչ ավել, բայց միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ հակառակ կողմում են, ովքեր ուզում են տեսնել այլ կառավարություն։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում Արքայազն Փեհլևիին, նաև ազատատենչ Իրանի ժողովրդին։ Ցավում եմ, որ ամեն ինչ այսքան բարդացավ։ Do you speak English? Do you speak English now? Speak English, miss. Do you speak English? English? No. Ահա այսպես, բայց ինչպես ասում են, մետաղադրամը երկու կողմ ունի, որքան էլ անսպասելի էր, բայց Վիեննայի մեկ այլ հրապարակում, իհարկե անհամեմատ ավելի սակավամարդ, բայց կրկին իրանական ցույց էր։ Այս անգամի աջակցություն Իսլամական Հանրապետության։
Արդարության համար նաև նշենք, որ գրեթե ոչ ոք չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, բացառությամբ մեկ պարոնի, ով փորձեց ներկայացնել հակառակ կողմի տեսակետը։ I mean, the horizon seems bleak right now. Եթե մենք հորիզոնում չտեսնենք համապատասխան արձագանք եւ արտերկրում ապրող մարդկանց դատապարտումը այս գործողությունների, դա կլինի հումանիտար հսկայական աղետ, որովհետեւ դուք արդեն կարող եք պատկերացնել, ինչ է կատարվում Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում, Իրաքում, եւ ահա այդ ամենի կրկնությունը կլինի նաեւ Իրանում։ Դուք այս պահին խոսում եք նաեւ 7 միլիոն Աֆղանստանից փախստականների մասին, ովքեր ապաստանել են Իրանում, ովքեր փորձում են պատասպարվել ամերիկյան նախորդ ներխուժումներից։ Դուք անգամ պատկերացում չունեք, թե ինչ է կատարվում այդ մարդկանց հետ։ Ամերիկան թիրախավորում է ամեն ենթակառուցվածք, անգամ խոշորագույն դեղագործական 3 կենտրոնները, որոնք վերջերս հայտնվեցին թիրախում։ Ամերիկան եւ Իսրայելը ունեն ճշգրիտ թիրախային զենքեր եւ հենց դրանցով էլ թիրախավորում են մեր ենթակառուցվածքները, մեր կենսական ենթակառուցվածքները։ Եվ ահա այսպես հեղափոխություն, անկեղծ ասեմ բարեկամներ, ես այս կադրերը տեսնելով տարիներ առաջ մեզ հիշեցի հայերից, երբ որ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում մենք էլ էինք բարձրաձայնում մեր պահանջները, ասելով որ ժողովուրդը պահանջում է սա, ժողովուրդը պահանջում է նա, ինչպեսի հանգուցալուծում կլինի Իրանում, ապրենք կտեսնենք, միայն հույս ունեմ, որ հաղթելու է ազնվությունը եւ ժողովրդավարությունը։